Պարոն Սիմոնյան, ձեր անվտանգության աշխատակիցները հրում են մարդկանց։ Դա ավելի վայլա գործը Դու ավելի շատ եք Անիջան, մի րոպե լսի։ Անի, ուշադիր։ Անի, մի րոպե լսի։ Անի, քեզ էր պաշտպան, մի րոպե լսի։ Չեմ պատասխանելու։ Ձեր հարցի պատասխան, Անի հարցին չեմ պատասխանում։ Ձեր իշխան ես տամ եմ Մի րոպե, ստոպ։ Մի րոպե սուս մնա։ Ինչի՞ սենց աժոտար սկսող։ Մի րոպե, ասում եմ չեմ պատասխան, իմ իրավունքն է։ Դու իրավունք ունես։ Այո, խտրական այո, քո նկատմամբ այս այլևս խտրատեն, չեմ ուզում։ Ինչու։ Որտեղ բղավում ես։ Բղավում ես, չեմ ուզում։ Չեմ անի, դու քանի անգամից ես հասկանում, չեմ պատասխանում։ Լավ, շնորհակալություն։ Անի կգաք կպատասխանեմ ձեր հարցին։ Քանի անից տեղա, որը լրագրողական էթիկան խախտում է, չեմ Դու գնաց խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք։ Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք, դա չէ նորմալ։ Չգիտեմ, ուզում ես դա քննարկել։ Դե հիմա ձեր պատմածքային Ես չեմ պատասխանելու քո հարց, կարող ընտրություն կարող։ Հա, չեմ ուզում պատասխանել։ Անի չեմ ուզում։ Թողա նարեկը այդ հարցը, քանին են տա։ Քո հարցերին չեմ պատասխանել։ Քո այսօրվա նյութը լինելու է նրա մասին, որ ես քո հարցերին չեմ պատասխանելու։ Այլ նյութ դու չես ունենալու ինձնից այլևս։ Ուղիղ եթերդ լինելու է նրա մասին, որ ես քո նյութերին չեմ պատասխանելու։ Այլ հարցի դու չես տանում։ Մի 80 անգամ Մի հատ էլ հարցեր։ համար պատասխանատու։ Պարոն Սիմոնյան, Բայց հանի սուս կմնա։ Փաստորեն պետք է սովորական հրապարակում անեն տելեգրամի։ Դա քեզ չի վերաբերվում։ Պատասխանի հարցը տալիս։ կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, Հարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրը քննադատում են, որ ձեր իշխանությունը ասոցացում է մահի զոհերի արյան հետ։ Սուտ են ասում։ Ինչ եկել է իշխանության հազարավոր զոհերն եւ սխալ են ասում։ Սխալ են ասում։ Այն բանը, որ Ժորժ ես չեմ լսում իմ ձենը։ Ես Վահագ ենկոմարի դուրս արի։ Հանգիստ եղեք։ Դու ոչ մի բանի չեմ, մի հարցրի։ Նախ եւ առաջ բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր իրավաբան դեպքեր, որոնք որ նաեւ առնչվում է քաղաքական գործիչներում։ ԱՄՆ-ում վերջերս այդպես դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում։ Այլ հարց է, արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է, թե չի ունենում, արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են, թե չեն։ Վերջացնեմ։ Այո, անկախ նրանից թե ունենք թե ոչ, այո, դա պատասխանատվության աստիճան է ենթադրում եւ այո, իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը, որը որ կատարվել է, որ առնվազն կանխվի նման դեպքը, որովհետեւ որքանով որ ես գիտեմ, չեմ ուզում պնդեմ, պարզա, որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել, այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ։ Ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիահաբը, եթե չեմ սխալվում, գրել էր, որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, ինչ որ մարդ է ձերբակալվել եւ այլ։ Այլ հարց է, երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցիչին դրա հետ կապված, այդ արյունի հետ կապված եղել է։ Ինչ է։ Ձեր իշխանության կողմից իրավապահ համակարգի թերանալու մասով լարված մտորքի։ Ես արդեն ասացի, մի հարգելիս վերջացնեմ էլի խոսքը։ Ապօրինի զենքի շրջանառ։ Վերջացնեմ էլի, այո, խնդիրներ կան, այո, իրավապահները պետք է հետևություն անեն, եւ այո, դա խնդիր է, եւ դա այն ինչ որ տեղի է ունեցել կատեգորիկ վատ բան է, բացասական բան է։ Դա մի դուռ է, որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չի կարելի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, շատ ցավում եմ, եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ, որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ, մի խոսացեք արյան մասին եւ այլ։ Մեր երկրում, ասում եմ, նույնիսկ մարդիկ, ովքեր որ ամենավերջի վիրավորանքները երկրի ղեկավարի, իմ նկատմամբ, մնացածի նկատմամբ ասում են, նույնիսկ ծեծ չեն ուտում։ Այն ինչ մնաց, ինչ որ ինչ դա ազգային դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է։ Դու գիտես որ
ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել պատգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատարանը ինձ մերժել է ինչի բերում է որտեղ ասում է որ ազգային այո ապրես քաղաքական ամբիոնը ազգային ժողովի ամբիոնից ասված քաղաքական սպանվի օրինակ դեստոկտոկի արդյունքում ծանր վիրավորում հասկանում եմ բայց մենք հիմա նույն բանից չենք խոսում մենք տարբեր բաներից ենք խոսում իհարկե քո ասած դեպքը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը խնդրում եմ մեր իշխանությունը կարելի է շատ բաների մեջ մեղադրել կեսը ճիշտ կեսը սխալ բայց այնուամենայնիվ վերջաս եկել մենք ոչ մարդ ենք ծեծում ոչ ընտրություն ենք կեղծում ոչ մարդ ենք սպանում պետք է ոստիկանությունը հետևություններ անի միանշանակ ես դրա իրավունքը չունեմ ես դրա իրավունքը չունեմ նման բան ասեմ ես դրա իրավունքը չունեմ դա դրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ եւ այլ դուք բացառում եք որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ բացառում եք որ իհարկե բացա ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա ուզում հասկանամ չէ սենց ասեմ շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին շատ հարգանքով ենք մոտեցել Փարաքյալի նախկին ղեկավարին որպես անձ եւ այլն որևիցե անախորժություն որևիցե քննարկում կամ լավ է սպանությունը ասենք մենք նման իշխանություն որը նման վայ աղջիկ ջան սուս մնա էլի գլուխս գնաց հարգելիս խանգարում ես հա լավ են անում հեսա ես կգնամ կգաս կկան այստեղ դրանք սա հա լավ են անում շատ լավ են անում հարգանքներս բոլոր նրանց ովքեր բան վերջացրեցիր բայց դու հասկանում ես որ դու խանգարում ես հիմա բոլորին խանգարում ես այլ հարցեր կան հարաբերությունների մեջ է եղել նա եւ ԱՄՆ-ում դեսպան չգիտեմ բայց ինչ կապ ունեն Արեգ Մկրտչյանը ընդհանրապես Արեգ Մկրտչյանը նա շելավ դե խնդրում եմ Արեգ Մկրտչյանը ասենք ժուրդ եկել եք որտեղ ում եք ման գալիս հարգելիս չգիտեմ նման լսեք նորից եմ ասում մի քիչ առաջ եմ ասել դրա մասին հազարավոր մարդիկ կան տարբեր տեղեր հաստա այն է որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել հաստա որովհետեւ քաղաքական դրդապատճառը պետքա քաղաքական ինչ որ որոշում քաղաքական իշխանություն ունի այսինքն դու ո՞նց ես պատկերացնում լավ դա աբսուրդ է դա ակրկնում եմ ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով ասացի որ դա միջ անձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին է նա որ բոլորդ ստեղ կանգնած նաև հեռուստադիտողները լավ գիտեն որ ամենայն 99% հավանականությամբ այո միջ անձնային նախապատմություն ունեցող խնդիրը հիմա դուք նույն բան սուս մնա մի հատ դուք ուզում եք խոսեք լսեք ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի Նարեկ ջան էլ չեմ դիմանում հասկանում ես չեմ կարող աշխատեմ աղմուկի շրջանակում մարդը աղմուկ է անում ես աղմուկի շրջանակներում նույնիսկ աղմուկի շրջանակներում չեմ կարող աշխատել եթե հարցեր կունենա էլի կգամ երբ որ ինքը ստեղ չի լինի ես կպատասխանեմ ինքը այսօրվա իր նյութը ապահովեց որ ես իր հարցերին չեմ պատասխանել դու ստեղ չես լինելու միշտ նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու հարգելիս Հավատարմագրից զրկելու Լուսինե տես վստահ մի ասա